Մեր Տերը օրհնյալա նրա սուրբ անունը, թող Տերը փառավորվի ժողովուրդ ջան, որովհետև Աստծո մեծ ողորմությունը մեր վրա է։ Ես շատ ժամանակ, ասենք, ես հիշում եմ իմ նոր տարիներին, որ ապաշխարում էի եւ շատ էի, ասենք, մտահոգված, այսօր էլ ավելի շատ, եւ սպասում էի ու պատրաստում էի մեր Տիրոջը հանդիպելու, դիմավորելու, որտեղ հասկանում էի, որ Տիրոջ գալուստը մոտ է։ Բայց այսօրերի մեջ, ժողովուրդ ջան, ես ավելի եմ հասկանում, որ այն ժամանակ սպասել ենք, բայց մի ընդհանրապես մոտ է։ Որտեղ ամբողջ աշխարհում տեղի ունեցող երևույթները դա են վկայում։ Որտեղ այն, որ հարյուրավոր, հազարավոր տարիներ առաջ Սուրբ Գրքի մեջ գրված է, դա կատարվում է։ Ես երբ որ Բուլղարիայում էի, վերջի անցած շաբաթ օրը մի միջոցառման էի ներկա, որտեղ 300-ից ավել, մոտավորապես 350 աշխարհիկ բարձր պաշտոնավոր մարդիկ էին բալկանյան թերակղզու տարբեր տեղերից, վարչապետներ, փոխնախարարներ, նախարարներ, պատգամավորներ եւ հոգեվոր դասի մարդիկ, եւ երբ որ լսում էի այս մարդկանց ու զարմանում էի ու փառք էի տալի Աստծուն, որ իրոք Աստված ամեն բնակավարի մեջ ունի մարդիկ, որոնք որ հավատում են, որոնք որ սպասում են Տեր Հիսուսի գալուստին։ Եվ այսօր եղբայրներ, երբ որ խոսեցին, սիրելներ, Սատանան կարողացել է եւ հաջողություն է հասել մարդկանց կյանքի մեջ, որ մարդիկ հավատան Աստծուն, հավատան Տիրոջ շնորհին, դա խնդրեմ չի, եւ նա ուզում է, որ բոլորն էլ հավատան, բոլորն էլ ասենք վստահեն Տիրոջը, բոլորն էլ հուսան Տիրոջը, բայց ոչ այսօր, բայց ոչ այսօր։ Ինչ է սա նշանակում, ժողովուրդ ջան, եւ որ եղբայրը խոսում էր տեղ տալու մասին, այսօր մենք շատ ժամանակ հոգեվոր շնորհը հասկանում ենք, մտնում ենք այդ շնորհի մեջ, աստվածպաշտության մեջ եւ գալիս է մեր կյանքի մեջ մի իրավիճակ, որտեղ մենք սկսում ենք հիասթափվել։ Այսինքն, թե առողջական հարցեր առաջանում, սկսում ենք տկարանալ, թե նյութական խնդիրներ առաջանում, սկսում ենք թուլանալ, թե մեր կյանքի մեջ դժվարություններ են գալի, հոգսեր, ընտանիքի հետ կապված, չգիտեմ, զավակների հետ կապված, եւ սա աստիճանաբար սկսում է մեզ խեղդել։ Սա աստիճանաբար մեզ սկսում է տանջել, սա աստիճանաբար մեզ սկսում է իջացնել, եւ շատ ժամանակ մենք լինում ենք հավատքի մեջ, բայց նկուն, տկար, ընկճված, նեղված, հավատում ենք Հիսուսին, բայց մեր սրտի մեջ մի անկյունում ինչ որտեղ տրտունջ, տառապանք, ինչ որտեղ երբ որ մեր աղոթների պատասխանը չի հասնում, մենք սկսում ենք նեղվել ու վիրավորվել, չհասկանալով, որ այդ ամենը ժողովուրդ ջան կախված է մեզանից։ Մեր Տերը ամեն ինչ արել է մեզ համար, եւ ինքը ամեն բան գործել է մեզ համար։ Երբ որ խաչի վրա Տեր Հիսուսը խոսում էր եւ ասեց ամեն բան կատարվեցավ, այդ ամեն բանի մեջ մտնում է ոչ մենակ մեր հոգու փրկությունը, այլ մեր բոլոր հարցերի, խնդիրների լուծումը։ Այսինքն իմ եւ քո կյանքի մեջ չկա մի դրվագ, մի իրավիճակ, մի վարքյան, որպեսզի այդ հարցի լուծումը տված չլինի։ Երբ որ նոր առաջի երգը երգում են, ասում է դու ինձ հետ ես ամեն օր։ Սա է իմ կյանքի օրերը բոլոր։ Այո, մեր Տերը մեզ հետ է, ժողովուրդ ջան։ Բա մի հարց առաջանում, ի՞նչն է պատճառը, որ այն ինչ որ Տերը մեր կյանքի մեջ արել է, մենք չենք կարողանում այդ ամենը վերցնել, չենք կարողանում այդ ամենին վստահել, չենք կարողանում այդ ամենին առաջ գնալ։ Մենք շատ ենք խոսում շնորհի մասին, շատ ենք խոսում փրկության մասին, հավատքի մասին, բայց մի ամենակարևոր, շատ կարևոր նյութի մասին շատ քիչ ենք խոսում, որի մասին ես այսօր պետք է խոսեմ, որը որ կոչվում է Աստծո երկյուղ, որը որ կոչվում է Աստծո վախ։ Որտեղ մեր բոլոր հարցերի պատասխանը մենք մի կտեսնենք, երբ որ մարդը Աստծո վախի մեջ է ապրում, ինչերա ձեռք բերեմ, եւ որ մարդը Աստծո երկյուղով ապրում, ինչերա գտնեմ եւ ինչ հաջողությունների ասնեմ։ Իսկ երբ որ մարդը Աստծո երկյուղ չունի, ձեռից ինչ է տալիս։ Կարող է մարդը հոգեվոր է, կարող է մարդ հավատացյալ լինի, բայց եթե Աստծո երկյուղով չի ապրում, այս մարդը կարա ապրի հավատքի մեջ, եկեղեցու մեջ, ծառայի, ինչեր ասես անի, բայց չհասնի նրան, ինչի որ Աստված պատրաստել է մարդու համար, այս երկրավոր կյանքի, թե երկնավորի համար։ Լնայեք սիրելիներ, երբ որ մենք կարդում ենք Առակաց 23-րդ գլխի 17 համար այսպես ասում, Առակաց 23-17, ասում ամեն օր ասում, բերեք կարդանք,
Թող սիրտը չնախանձի մեղավորներին, այլ Տիրոջ վախի մեջ եղիր ամեն օր։ Ասում է սիրտը չնախանձի մեղավորներին, այդ Տիրոջ վախի մեջ եղիր ամեն օր։ Ինչ է նշանակում լինել Տիրոջ վախի մեջ ամեն օր, եւ ինչի համար է Տերը ուզում, որպեսզի մենք ամեն օր լինենք Աստծո երկյուղի մեջ։ Չի ասում ամեն օր շնորհքի մեջ եղի, ամեն օր հավատայի, սարային արա։ Այո, մենք հավատում ենք, մենք թունում ենք, բայց ինչ կարևորություն ունի եւ ինչ է տալիս Աստծո վախի մեջ մնալը մարդուն, ժողովուրդ ջան։ Միանշանակ սկզբից ասեմ, որ այն ինչ որ քեզ ֆիզիկապես, հոգեպես, նյութապես պետք է, այդ բոլորը գտնվում է Աստծո երկյուղի մեջ։ Եթե մարդը Աստծո երկյուղով չի ապրում, դրանց շատ բաների չի ասնում։ Մենք մի սուրբ գրքից պետք է նայենք համարներ։ Որտեղ երբ որ ես Աստծո երկյուղը ինձ որոշակի բացվեց, ես շատ էի ապշել սրա վրա։ Եվ ես երկյուղը ասեմ, ժողովուրդ ջան, որ տարիներ շարունակ նա իմ մեջ է, նա իմ կյանքի մեջ է, երբ որ ես ինչ-որ միտեղ էլ գնում եմ, որտեղ ոչ մեկը չկա, ոչ մի հատ հոգևոր չկա, ոչ մի հատ ծանոթ չկա, ես այդ երկյուղով ապրում եմ, որտեղ ես գիտեմ, որ մեկը կա, որ ես նրա առջև եմ, որ ես նրա առաջ պիտի կայնեմ, որ մեկը կա, որ ինձ տեսնում է, մեկը կա, որ իմ սիրտ ու երիկամուն քննում է, մեկը որ կա, որ դեռ ես չմտածված, նա ամեն բան գիտի, նա ամեն բան տեսնում է։ Եվ ես երկյուղում եմ նրանից, ոչ թե որ նա ինձ դժոխք կուղարկի, ոչ թե որ նա ինձ կկործանի, որ մեղք չգործեմ, ես վախում եմ, որ հնենց բան չանեմ, որ իրան չվշտացնեմ, հնենց արարք չանեմ, որ իմ արածի պատճառով ինքը գլուխը կախի իմ պատճառով, ինքը իմ պատճառով իրան վատս կա, ես սրանից եմ վախում։ Եվ մի տեսեք ինչ ասեմ, Առակաց առաջի գլխի հենց 7 համարը այսպիսի խոսքեր ասեմ, Առակաց առաջի գլուխ 7 համար, իմաստության սկիզբը Տիրոջ վախն է, միայն հիմարները կանարգեն իմաստությունը եւ խրատ։ Այսօր մենք ուզում ենք իմաստություն ունենանք, կես ունենանք։ Հոգևոր մարդն էլ է ուզում իմաստություն։ Ես հիշում եմ, ես շատ եմ աղոթել, մինչև մել աղոթում ասեմ, Տեր ինձ իմաստություն տուր։ Ես չեմ ուզում մարդկային իմաստությունով վարվել։ Ես ուզում եմ, որ աստվածային իմաստությունով վարվել։ Որտեղ մարդկային իմաստությունը մինչև մեր այս սովորական գերեզմաններն է, ժողովուրդ ջան։ Ուզում ա լինի պրոֆեսոր էս մարդը, երբ որ այդ կոնֆերանսին այդ Նոբելյան մրցանակակիր մի հատ կին էր, 80 քանի տարեկան, աշխարհում առաջի անգամ այդ մեմբրանների, չգիտեմ, այդ կյանքի այդ բջիջների, մոլեկուլների մասին ինքն ամուսնու հետ հայտնագործություններ արել, եւ որ այս կինը վկայում էր, ասում է, այս մեմբրանի մեջ, ասում է, այս բջիջը, այս մոլեկուլի մեջ, ասում է, մտնեմ, ասում է, ծակում ամեջ չմտնեմ, ասում է, ոչ ինքն ամեռնեմ, որ մտնեմ, պիտի ծավ մեռնի, որ անցնի, ոչ էլ ասում է, նա ծակվում, ասում է, բայց կյանքը նրա մեջ անցնեմ, առանց ծակվելու, ասում է, համ նայամ սպանողնա կենթանի մնեմ, համ սպանվողա կենթանի մնեմ, ու ասում է, ամփոփոխա մնեմ, ու կյանքն առաջանում, ասում է, եւ որ այս ամենը, ասում է, հասկացանք, ապշել էինք, ասում է, ամուսնուս հետ, ոնց կարա, անցնի, ասում է, առանց ծակելու, մյուսի մեջը մտնի, եւ ինքն էլ ողջ մնա, մյուսին էլ չվնասի, ասում է, որ այս ամենը հասկացանք, ես չեմ կարող այդ տերմինները բացատրեմ, ժողովուրդ ջան, ինքը որ բացատրում էր, ապշում էր, ասում ես, Տեր Աստված, այս ինչ մեծ ես դու, այս ինչ մեծ ես դու, եւ ինչ իմաստություն ես տալի մարդուն, այսօր ժողովուրդ ջան, Սուրբ Գիրքը ասում է, իմաստությունը ասում է, նորից եմ կարդում, Աստծո խոսքը ասում է, որ իմաստության սկիզբը Տիրոջ վախն է, միայն հիմարները կանարգեն, այսօր մարդիկ կանարգում են Տիրոջ երկյուղը, որտեւ հիմար են, բայց եթե ուզում ես իմաստուն լինես, դու Տիրոջ երկյուղն ունենաս, չի ասում Տիրոջ շնորհքն է իմաստություն տալիս, չի ասում հավատն է իմաստություն տալիս, չի ասում Քրիստոսի արյունն է իմաստություն տալիս, չէ, մարդուն իմաստուն է դարձնեմ միայն Աստծո երկյուղը, եւ ասում է իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, եւ միայն հիմարները կանարգեն, այսօր մարդը հավատում է փառքատալի Տիրոջը, այսօր շատ ուղղություններ կա, ժողովուրդ ջան, ես չեմ որույցը մի հատ եկեղեցու, մի հատ հարանվանության, ասենք մեղադրեմ ջենքավլիցի, ես անպետ մարդ եմ, ես ով եմ, բայց շատերն այսօր իմաստությունը անարգում են, ինչի, որտեւ Աստծո երկյուղ չունեն, եւ աղոտ քանում խոսում անենց խոսում ոնց որ հավասարի, լա մի բան էլ ոնց որ մեղայեմ Տեր ջան, Տեր իրան պարտքա, խոսում ռուսերեն մեկ ասում, դիժեմնի աբիշալ կամ չգիտեմ ինչ, քեզ, դու ով ես որ
Տիրոջն ասես Տեր ինչ ես արել։ Եվ որ մի եկեղեցում խոսում էի, եւ որ խոսում էի, որ հին մարդը մեր վրայից պետք է անենք, մենք ամեն օր պետք է նորոգվենք, ամեն օր Տիրոջ վախով երկյուղով պետք է գնանք։ Վերջը մեզ հովիվը կանգնեց, լուսա եկե ժողովրդին ինչ ասում։ Ասում ա դե մենք այդ վաղուց այդ մեր հին մարդը մեր վրայից անել ենք։ Այս ժողովրդից շատերը արտասում են, լացում են, մոտեցան վերջում ասում են Տեր օրհնի, բայց այս մարդը ասում ա մենք վաղուց այդ հին մարդը մեր վրայից անել ենք։ Ժողովուրդ ջան, մենք ամեն օր պետք է այնքան իմաստություն ունենանք, որ ամեն օր մորթվելու ոշխարների պես մորթվենք, որովհետև Տեր Հիսուսն ասում է ամեն օր պետք է քո անձը ուրանաս, քո ղաչը վերցնես, իմ հետևից գաս։ Առաջինը, որպեսզի մարդ իմաստուն լինի, որ այդ երկնային թագավորի հետ հաղորդին նա պետք է Աստծո երկյուղ ունենա։ Երկրորդը, տեսեք ժողովուրդ ջան, Առակաց 2-րդ գլխի 5 համար էսպիսի խոսքեր ասում։ Այն ժամանակ կհասկանաս Տիրոջ երկյուղը եւ Աստծո գիտությունը կգտնես։ Որպեսզի մարդ գիտություն գտնի, դե Աստծո վախ ունենա։ Դե մարդ Աստծո վախ ունենա, որ գիտություն գտնի։ Գիտեք այսօր գիտության համար ինչքան ենք սովորում։ Մեր երիտասարդները ասենք, ստեղ էլ կան Տեր օրհնի, լավ են անում։ Մեր երեխեքը ամիսներ, տարիներ ինչքան են չարչարում, սովորեն, որ մի բանի հասնեն, էլի մի գիտություն ունենան։ Օրինակ, ասենք մեկը բժիշկ ա ուզում դառնա, մեկը մանկավարժ ա ուզում դառնա, մեկը ծրագրավորող ա ուզում դառնա, մեկը մի վարպետ ա ուզում դառնա, ինչքան են չարչարում այս մարդիկ։ Գիտեք ժողովուրդ ջան, սովորում են, չարչարվում են, ժամանակ են գտնում, որ գիտություն գտնեն։ Իսկ Աստծո խոսքը ասում է, որ այդ գիտությունը տալիս ով։ Աստծո վախը։ Մի հատ մարդ Աստծո երկյուղ չունի, ինչքան ուզի սովորի նա անգետ է մնալու ժողովուրդ ջան։ Լամիած սուրբ գրքում սենց համար կա, որ ես այս վերջերս դրա վրա շատ եմ ուշադրություն դարձնում։ Անգիր եմ արել, մեջս գրել եմ, պահել եմ ու հեռախոսից մեջ էլ նայում եմ։ Ինչ ասում։ Ասում է շատախոսության մեջ, ասում է մեղք համպակ ասա, բայց ասում է հիմարը իր շրթունքները զսպելով իմաստուն կսեպվի։ Այսինքն եթե հիմար եմ, եթե լռեմ եմ, մարդիկ մտածում են, որ ես ինչ խելացի մարդ ասա, իրա խելաց եմ, չեմ խոսում, որ կրակը չընկնեմ։ Բայց այսօր մարդը ինչ անեմ, սկսում այն գիտություն չունի։ Ստիան կասինդի մեկ իրա լեզվի ձեռին կրակն անգնեմ, ես շատ եմ այդ լեզվից ձեռին կրակն ընկել։ Մինչև Տերը տաշել է, սովորացրել է, մինչև այսօր է սովորացնում է։ Ժողովուրդ ջան, ուզում ես գիտուն լինես, դե Աստծո երկյուղ ունենաս։ Չի ասեմ հավատքը քեզ գիտուն կանի, չի ասեմ Տիրոջ շնորհքը քեզ գիտուն անեմ, չի ասեմ Քրիստոսյանությունը քեզ գիտուն անեմ։ Մարդը որպեսզի գիտուն լինի հոգևոր, նա պետք է Տիրոջ երկյուղ ունենա։ Եթե Տիրոջ երկյուղ չունես, խաբված ես։ Երրորդը, տեսեք ինչ ասեմ։ 10-րդ գլխի Առակաց, 10-րդ գլխի 27 համարը այսպիսի խոսքեր ասեմ, մեզ բոլորիս համար, 10-րդ գլուխ 27 համար։ Տիրոջ երկյուղը կավելացնի օրերը եւ ամբարիշտի օրերը կկարճանան։ Ասում է Տիրոջ երկյուղը կավելացնի մարդի օրերը։ Որ օրերի մասին է։ Ապրած երկրավոր կյանքի մասին։ Այսօր մենք շատ ենք բողոքում, որ գնում են գերեզմաններ, տեսնում են երիտասարդ մարդիկ մեռնում են, ջայլ սաղ մեռնում են։ Ջայլներ մեռնում են։ Իսկ ծերերը հիշում են, որ առաջ եթե մի հատ երիտասարդ մահանում էր, ես ինչ էր, հազվագյուտ բան էր։ Ես հիշում եմ, եւ մի 50 տարի, 50 քանի տարի առաջ, երբ որ մեր գյուղում մի հատ ասո կար, չգիտեմ անուն իսկական ինչ էր, սրատեղեն որ մահացել էր, սաղ գյուղը սուք էր անեմ։ Համար ջայլ մարդ էր մեռել էր, սաղ գեղը զարմացել են, որ այդ ջայլ մարդը մահացել է։ Բայց այսօր ժողովուրդ ջան, զարմանում են, երբ որ մի հատ տարեց մարդ է մեռնում, որտեղ սաղ ջայլ են մեռնում։ Բայց Աստծո խոսքը ինչ ասում։ Աստծո խոսքը տեսեք ինչ ասում, ասում է Տիրոջ երկյուղը կավելացնի օրերը։ Այդ Տիրոջ երկյուղն է, որ մարդու կյանքի օրերն ավելացնում է։ Այսինքն ինչ է բերում այդ երկյուղը մարդու կյանքի մեջ։ Աստծո խոսքը այսպես ասում. երիտասարդներ, հնազանդվեք ձեր ծնողներին, որ ձեր կյանքի օրերն ինչ անի, երկարի։ Եվ որ ես երիտասարդ Աստծո երկյուղ ունի, ես մարդ Աստծո երկյուղ ունի, գիտի որ մի օր պետք է կենթանի Աստծո առջև կանգնի եւ հաշիվ տա, այս մարդ իր ծնողներին հարգում է, այս մարդը տարեցներին հարգում է, այս մարդը սպիտակ մազի առջև խոնարհվում է, որտեղ վախում է Աստծուց, որ պետք է Աստծո առաջ կայնի։ Չի ասում շնորհքը կյանքի օրերը կավելացնի, չի ասում արյունը քեզ սենց կանի, չի ասում Տիրոջ երկյուղն է, որ քո իմ կյանքի օրերը պետք է ավելացնի։
Եվ այսօր ցավոք սրտի շատ հոգևոր մարդիկ այս դաստիարակությունը չունեն եւ երկյուղ չունեն։ Նայում ես երեխեք են, թորներս են, գալիս են թորից նման, ճտալ է միացե բարև են, բարև արտակ աղբեր, արա պատկառանք չունեն այս մարդիկ։ Որտեւ սրանց ծնողները չեն սովորացրել այս երեխեքին երկյուղ, հարգանք։ 60 տարեկան մարդին 13 տարեկան 12 տարեկան ճտաստում այլ մի հատ պաչ է մարդակ աղբեր։ Մեղ չի ինձ պաչել է, ես էլ իրան մեղ պաչ չի, բայց պատկառանք չունի այս մարդը։ Այս երեխեն չի դաստիարակվել, սրա ծնողը չի դաստիարակում սրան, որ մեծ տարիքով մարդուն պետքա պատկառանք ունենաս, հարգանք ունենաս։ Այդ տարիքով կնոջ հետ հարգանք պետքա ունենաս։ Քու մոր պես պետքա հարգես։ Սուրբ Գիրքը ասում է՝ մի անարգի հորդ խոսքը, եւ մի անարգի երբ որ քումերն ասում է պարավելա։ Բայց մենք ինչ ենք անում։ Շատ գիտենք, լավ գիտենք, դրա համար է մարդու կյանքը այսօր կարճացել է։ Երկար օր ես ուզում ունենաս, ասո երկյուղ ունեցի։ Իսկ ասո երկյուղը նա է, որ իր խոսքին նազանդվենք։ Մյուսը չեմ երկարացնում, ժողովուրդ ջան, 14-րդ գլխի մեջ 26-27 համարն էսպես ասում, 14-րդ գլուխ 26-27 համար, Տիրոջ վախում զորեղ վստահություն կա, նրանց որդկանց համար ապավեն կլինի, ասում է Տիրոջ վախում զորեղ վստահություն կա, ու նրանց որդկանց համար ապահով կլինեն, այսինքն, երբ որ ես Տիրոջ երկյուղի մեջ եմ, իմ հույսը ավելանում է Տիրոջ վրա, իմ որդկանց համար է լավ ալում։ Իմ որդկանց համար է լավ ալում, իմ սերունդի համար է լավ ալում։ Ուզում ես քո ժառանգը, քո զավակները, քո սերունդը, որպեսզի օրհնություն ունենան, որ լավը լի, ապրեն, ցավ տանջանք տառապանք չտեսնեն, Աստծո երկյուղի մեջ ապրի։ Որտեվ այդ երկյուղը քեզ հույս է տալիս։ Այսօր նայում ես, ընտանիքներ կան, ցավալի է, բայց տեսնում ես, մի հատ ջայլ տղամարդ չկա, սաղ մեռնում են ջայլ։ Իրար հետևից սաղ գնում են, տունը ազգը ցեղը վերանում է։ Ինչի։ Որտեվ մեղավորը ես եմ։ Որտեվ Աստված ինձ դրել է իմ տան օրհնություն լինելու համար, քեզ էլ դրել է քո տան օրհնություն լինելու համար։ Որտեվ քեզանից է կախված, ինձանից է կախված։ Մեր սերունդի օրհնությունը։ Նայեք Եբրայեցիս 7-րդ գլխի մեջ, երբ որ կարդում ենք սա այն պատմությունն էր, երբ որ Աբրահամը Մելքիսեդեկին 10-րդ տվեց։ Այնտեղ մի հատ դրվագ է գրված։ Ասում է եւ քանի որ Ղևին էլ Աբրահամի երանքի մեջ էր, օրհնություն ստացավ։ Ղևին գիտեք ով էր։ Աբրահամի թոռի տղեն։ Դեռ այդ ժամանակ Աբրահամը երեխա չուներ։ Դեռ այդ ժամանակ Աբրահամի երեխեն չէր ծնվել, Իսահակը չէր ծնվել, Իսմայելը չէր ծնվել, Աբրահամի մնացած զավակները չէին ծնվել։ Բայց երբ որ նա տվեց, ասում է Ղևին նրա երանքի մեջ օրհնություն ժառանգեց։ Այսինքն Աբրահամի տալով դեռ երեխա չուներ, իր թոռի երեխեն իր պատճառով օրհնվեց։ Թող Սուրբ Հոգին օգնի, որ մենք Տիրոջ երկյուղով ապրենք։ Երբ որ այդ երկյուղը գա, մեր հույս ապավինություն իր վրա լինի, նաև մեր սերունդի համար էլ օրհնություն պետք է լինի։ Մյուսը տեսեք ինչ ասում, ժողովուրդ ջան։ 15-րդ գլխի 33 համարը։ Խրատը մերժողը իրանցն է անարգում, բայց հանդիմանություն լսողը խելք կշահի։ Տիրոջ երկյուղն է իմաստության խրատը եւ փառքի առաջից խոնարհությունն է գնում։ Տիրոջ երկյուղն է իմաստության խրատը եւ փառքի առաջից խոնարհությունն է գնում։ Ասում է խրատ մերժողը կորցնում է, բայց Տիրոջ երկյուղն է մարդին փառքի առաջից գնում։ Այսօր մարդն ուզում է պատիվ, հարգանք, փառք, սա էլ ուզում են։ Բոլորս էլ ուզում ենք մեզ հարգեն, բոլորս էլ ուզում ենք մեզ մարդատեղ դնեն, թե վատ ենք զգում։ Ես շատ լավ եմ զգում, փառք էի տալի Տիրոջը։ Եվ որ այնտեղ մեծարում են, գոհացում, փառք քեզ Տեր Հիսուս, փառք քեզ Տեր, շնորհակալ եմ, դու ես, աղոթում եմ, բայց իմ սրտի մեջ էլ ինչ որտեղ ուրախանում եմ, որ հարգում էին մարդիկ, պատվում էին մարդիկ։ Երբ որ ընդամենը մի 30 հոգի, այնտեղ Ալբանիայի պաշտպանության նախարարներ, ազգային ժողովի փոխնախագահներ, Բուլղարիայի նախկին վարչապետներ, մի քանի նախարարներ ինձ էլ կնոջս այդ տարան այդ երեկոյան ընդամենը 30 այդ ամենա ոնց որ մեծային հավաքել էին,
հոգևորներից էլ որպես սպասավոր հովիվ ինձ տարան։ Եվ որ խոսում է այդ մարդկանց հետ Քրիստոսի մասին, մեր ազգի մասին, մեր երկրի մասին, շատ լավ է ինձ զգում։ Փառքը տալիս էի Տիրոջը, բայց ասում էի Տեր Աստված, ես ով եմ, որ իմ նմանին արժանացել ես բել ես մարդկեքի առաջ դրել, ու ինձ հետնել քիչ է, այս մարդկեքին քու խոսքն ես ասում, որ ասեմ, բայց ինձ լավ է զգում, ժողովուրդ ջան։ Մարդին փառք տվողը ասում է փառքից առաջ խոնարհությունն ա գնամ, իսկ այդ ամենին բերում է Տիրոջ երկյուղը, եւ որ մարդ իր կյանքի մեջ հասկանում է, որ ամեն բան իր կյանքի մեջ դասու շնորհիվ է, Տիրոջ երկյուղն է ու խրատն է, որ մարդին փառք է տալիս, մարդին պատիվ է տալիս։ Այսօր մարդը իր ուժերով ուզում է մի հատ փառքի ասնի, մի հատ չես կարող այ մարդ։ Զորով չի, գուժով չի, զորությունով չի, այլ Տիրոջ հոգով է։ Տերը թող փառավորվի, բարեկամներ, Տիրոջ անունը մեծարվի։ Նայեք 16-րդ գլխի, մի քանի րոպե մնաց կվերջացնեմ, 16-րդ գլխի 6 համար այսպիսի խոսքեր ասեմ։ Ողորմություն ու ճշմարտությունը կքավեն անօրնությունները եւ Տիրոջ վախով մարդը կհեռանա չարից։ Չարությունից, մեղքից մարդը միայն հեռանում է Տիրոջ երկյուղով, ժողովուրդ ջան։ Եթե դու եւ ես Տիրոջ երկյուղը չունենք, մենք չարությունից, մեղքից չենք կարող հեռանալ։ Այսօր ինչքան ալը մարդը մեղքը գործում է, գնում է լացալեմ, Տեր ջանների, գնում է իր ասենց կարուսելի նման անդադ նույնը պտտվում է։ Այս մարդը Աստծո երկյուղ չունի։ Աստծո երկյուղն է, որ մարդին մեղքից հեռացնում է, ժողովուրդ ջան։ Որտեւ Սուրբ Գիրքը, երբ որ մենք կարդում ենք 19 Սաղմոսի մեջ, ասում է Աստծո վախը սուրբ է, նա մնում է ինչ, հավիտյան։ Այսօր ժողովուրդ ջան, մարդը, ես հիշում եմ, երբ որ խորապես չէի ապաշխարում, երկրաշարժից առաջ էր, ասենք, գնում էի մեղք էի գործում, բայց գիտեի, որ սխալ է, գալիս էի տուն, լացել եմ գիշերը ծածուկ, աղոթք էի անեմ, հավատում էի, ասում փառք էի տալի, բայց իմ սխալների մեջ նորից շարունակում էի ապրել։ Բայց երբ որ մի օր այդ Տիրոջ երկյուղն ընկավ իմ սրտի մեջ, ես ասեցի ավելի լավ է մեռնեմ, քան թե ես մեղքը գործեմ։ Որտեղ այդ վախ ընկավ իմ սրտի մեջ։ Ասա ավելի լավ է ես մեռնեմ, ու ասում էի ավելի լավ է մեռնեմ, քան թե գնամ ես մեղքը գործեմ։ Ժողովուրդ ջան, Տիրոջ երկյուղն է, որ մարդին մեղքից հեռացնում է։ Այսօր ինչքան քրիստոնյաներ կան, ցավոք սրտի, տարբեր հարանվանությունների մեջ գնում են, ինչ անօրինություններ ասես գործում են։ Հավատում են, ասում փառք են տալի, բարք ես Հիսուս ջան, վկայում են, բայց գնում են ամենածանր ախտերի ու կեղտերի մեջ կործանվում։ Ինչի՞, որտեվ երկյուղ չունի այս մարդը։ Հավատք ունի, հավատում է Հիսուսին, ամեն ինչին հավատում է, բայց Աստծո երկյուղը չունի ու գնում է այդ պղծության մեջ ինչ անեմ, ապրում է։ Եվ դրա համար վերջում էլ, եթե չապաշխարեց, կորուստ է դառնում։ Տերը թող օգնի մեզ, բարեկամներ, որպեսզի մենք լուրջ սափենք, լուրջ մտածենք սրա վրա։ Նաև 22-րդ գլխի մեջ առակած այսպիսի խոսքեր ասեմ, 22-րդ գլուխ 4-րդ համար։ Խոնարհության եւ Տիրոջ երկյուղի վարձքն է հարստությունը, պատիվը եւ կյանքը։ Ասում է խոնարհության եւ Տիրոջ երկյուղի վարձքն է։ Վարձքը գիտեք ինչ է, ժողովուրդ ջան։ Այսինքն, եթե մեկ Աստծուց վարձք առնեմ, դրա համար Տերը նրան փող է տալի, հատուցում է տալի։ Վարձքը էսա։ Ես հասկանում եմ օրինակ, որ Լևոնս գնում աշխատում է, առած ձած գևորներ, մի չգիտեմ ով է, ձած ով է։ Էլի Գևորգն է։ Գիտի որ մի օր գնաց այս մարդ աշխատեց, իր 8 ժամը լրացավ, Գևորգ ձածան պետք է իր 1000 դրամը տա։ Այսինքն իր աշխատանքի վարձքը պետք է առնի։ Համի տեսեք Սուրբ Գիրքի ինչ ասեմ, Աստծո երկյուղ ունեցող մարդը ինչ վարձք առնում Աստծուց։ Նորից եմ կարդում, Առակաց 22:4, խոնարհության եւ Տիրոջ երկյուղի վարձքն է հարստություն։ Հարստություն, ժողովուրդ ջան։ Երկրորդ թագավորացի մեջ գրված է, ասում է մարդին կյանք տվողն էլ է, Աստված վերցնողն էլ, հարստացնողն էլ, աղքատացնողն էլ։ Այսօր մարդ ամեն ինչ անում է, որ հարստանա, ձգտի ասնի,
Բայց Սուրբ Գիրքը ասում է, որ Աստված այդ հարստություն տվող է։ Ինչքան ուզի մարդը չարչարվի, ինչքան ուզի մարդը ինչ էլ անի, եթե այս մարդ Աստծո երկյուղ, ես հոգևորին եմ խոսում, աշխարհի մարդկանց չեմ ասում։ Հոգևոր մարդին, որը որ Աստծո զավակ է, որը որ Աստծո երկյուղ ունի, թեկուզ մի քիչ, թեկուզ տկար վիճակի մեջ է, թեկուզ թույլ վիճակի մեջ է, բայց որը որ անկեղծ Աստծուն սիրող մարդ է, թեկուզ սխալների մեջ, նա որպեսզի հարստության հասնի, նա պետք է խոնարհվի ու Աստծո երկյուղ ունենա։ Եթե չխոնարհվեց, Աստծո երկյուղ չունենավ, ինչքան էլ չարչարվի, ինչ գործ էլ անի, Աստվածն ան չի օրնելու, չի հարստանալու։ Գիտեք ինչու՞։ Որտեւ այդ հարստությունը, եթե խոնարհ չի, այս մարդին կործանման է տանելու։ Դա համար ասում է, Աստծո երկյուղի մեջ է հարստությունը վարձը, պատիվը եւ կյանքը։ Ուզում ես պատիվ առնես, որ պատվեն քեզ, քույրիկ ջան, թորներդ, հարսներդ, փեսեքդ, Աստծո երկյուղով ապրի։ Աստծո երկյուղով ապրի։ Եվ Աստված այդ երկյուղիդ ապրելով նրանց սրտի մեջ գութ է դնելու, նրանց սրտի մեջ սեր է դնելու, նրանց սրտի մեջ հարգանք է դնելու, նրանց սրտի մեջ պատիվ է դնելու, որ քեզ պատվեն ու հարգեն։ Այդ ամենը անողը Տերն է։ Ով կարա Տիրոջ դեմ կանգնի, Ժողովուրդ ջան։ Ես հիշում եմ մի 35 տարի ավել առաջ մի հատ Աստծո մարդ այսպեսի վկայություն տվեց։ Ասում է, պաշտամունք էինք անցկացնում եւ մի դահլիճ էինք վարձել, ասում է, մեծ դահլիճ էր, ու ժողովուրդը գալիս էր ու ասում է, փող չունեինք։ Փող չունեինք, ասում է, եկել է պետքա վարձի օրը, որ պետքա վճարենք, որտեվ եթե առավոտը վերջի օրն է, այդ գումարը եթե չվճարվի, ասում է, մենք եւ всё, ասում է, փակվելու այդ ժողովուրդը, տեղ չունենք, ասում է, գնացել եմ ծնկի վրա աղոթք եմ անում, Տեր, ողորմա, մենք հնար չունենք, մենք կոպեկ չունենք, այս գումարն էլ մեծ է, մեծ դահլիճ է, ինչ պետք անեմ։ Ասում է, մեկ էլ առավոտը վեր կացանք, մեկ էլ ասում է, այդ բանկին թերթերը տվեցին, լուրեր դրեցին, որ միտոմ զանգ այլ է, որ այդ բանկի տակ բոմբ են դրե, այդ բանկը ասում է, այդ օրը չաշխատեց, սաղ բան արեցին, ասում է, այդ օրը պրծանք, ասում է, շարունակում եմ աղոթեմ, ուրբաթ օրը ասում է, աղոթում ասեմ, Տեր Աստված, լավ, այսօր փակվեցին, ասում է, այս այր շաբթի օրը, լա շաբաթ կիրակյա փակա, բայց շաբթի օրը ես ինչ եմ անելու բան, ասում է, կիրակյա օրը պաշտամունքից հետո իրիկունը գնացել եմ դալիճ, մարդ չկա, ծնկեմ ինչել ու աղոթք եմ անում։ Եվ ասում է, Տեր Աստված, գիշերվա 12-ն անց ասում է, աղոթում եմ, ասում է, չգիտեմ ինչքան անցել ժամանակ, մեկ էլ տեսնեմ, ասում է, դալիճի դուռը բացվեց, մի հատ տարեց կնիկ։ Ասում է, մեկ էլ ներս մտավ, ասավ, այս մարդ նով է, անունը տվեց, ասում ասի, ես եմ։ Ասում ասավ, հաստատ դու ես, ասում ասի, հա, ես եմ։ Ասում է, ինչ ես ուզում ինձանից, ասում է, քո Աստված է սիրե, քոր ասում է, ինձ քուն չի տալի, չեմ կարում քնեմ։ Ասում է, այսօր էլ նոր մտել եմ տեղս, ասի մի քիչ հանգստանամ, քանի օր չեմ քնե, ասավ, այսքան գումար կտանես, կտաս այս մարդին, անհավատ կին։ Ասում է, այդ գումարը այնքան էր, ինչքան որ պետքա մուծվեր, ասում է, դալիճի համար։ Եվ ասում է, այս անհավատ կինն ասում է, ով ես դու, որ քո Աստված է սիրե, քոր այն չի թողում, որ քնեմ։ Առես գումարը, որ ես քնեմ հանգիստ։ Ժողովուրդ ջան, մարդուն պատիվ, փառք, հարստություն տվողը Տերն է։ Տերը կարա ամբարիշտի սրտի մեջ էլ դնի, որ քեզ հարգեն, որ քեզ պատվեն, որ քեզ բարձրացնեն, նրա ձեռը չի կարճացել։ Եթե այսօր դու հարգանք չունես, ես հարգանք չունեմ, պատճառը նա է, որ պետք է ինքնակնության գնանք, ինչքանով մենք Տիրոջ երկյուղն ունենք։ Եվ մյուսը տեսեք ինչ ասում է կյանք։ Կյանք ես ուզում։ Կյանք Հիսուսի մեջ է, Աստծո երկյուղի մեջ է։ Ես հիշում եմ տարիներ առաջ մեր քուրերից մեկը մահացավ, այս կինը տկար վիճակի մեջ էր, վերջը բան, համի հիվանդացել է 70 քանի արդեն, վայթ 70-ին մոդիկ էր, համի բժիշկն եկել է, այս կնիկը չոքել է, բժիշկի առաջին, բժիշկի ձեռները պաչում է, բժիշկ ջան, կյանք տուր ինձ ապրեմ։ Որ գնացի, իմացա, շատ տրտմեցի, վերջեմ թողեցի դուս եկա, չգիտեմ այդ կնիկը, մահացավ, չգիտեմ ինչ եղավ, ասի այ քույրիկ ջան, բժիշկն է քունման մարդ է էլի, հա, լավ է, որ ջերմ խոսած, բժիշկ ջան, ապրե, շնորհակալ ենք, օգնի, ես էլ որ հիվանդանում եմ, տեղ եմ խմեմ, ասենք գնում եմ բժշկի Ժողովուրդ ջան, մարդ ենք, հասկացանք, բայց ով է կյանք տվողը։ Մենք մոռանում ենք, որ կյանք տվողը Հիսուսն է։ Մենք մոռանում ենք, որ մեր կյանքը իր ձեռքերի մեջ է։ Ես հիշում եմ, երբ որ ես 44 օրյա պատերազմն էր, բալես արդեն ընջել էր։ Մեր
երեխեքից մեկը հիվանդանոցում պարկած էր, շատ վնաս բաներ տարել, այդ ծանր վիրավորված էր, եղբայրների չգիտեմ ով էր հետս գնացինք հիվանդանոց, որ զինվորներին տեսնելու և ինչ թողացին, որ բարձանամ վերջը, զորդը սկսեցի վազելով գնացի ընդեղ հետևիցս վազին, որ բռեն շպրտեցի մեկին սենց, մեկ էլ ընդեղից են մեկը, եղբայրներից չեմ իշեմ ով էր մեր եղբայրներից, ասավ ինքը եկեղեցու հոյվ ասավ, գնումա վիրավորի մոտ աղոթելու, սրանք մի քիչ հանդարտվեցին, բարձացա գնացի այդ վիրավորին տեսա, և որ տեսա այդ շլագներով, բաներով սենց շատ ծանր վիճակեր, փառք Աստծուն այդ երեխեն լավ է, ողջ առողջ է, փառավորվի Տերը։ Եվ սիրտս դառնացած ասի Տեր Հիսուս, այս երեխուն պահել ես, իմ բալին է կարա իր պահել Հիսուս ջան։ Ուսես սրտից մեջ տրտմած դուրս եկա։ Երբ որ աստիճաններով իջնում էի, Սուրբ Հոգին խոսած սրտիս։ Ասեց զավակս, դուք մարդիկ երկրի վրա նայում եք մարդու երկար ապրելուն, բայց ես նայում եմ հոգիների պատրաստելելուն։ Մենք մարդ ենք, ուզում ենք երկար ապրենք, լավ ապրենք, բայց Աստված տեսնում է մեր հոգու պատրաստ լինելուն, ժողովուրդ ջան։ Բայց որպեսզի ես երկրի վրա էլ երկար ապրենք, Սուրբ Գիրքը ասում է, պիտի Աստծո երկյուղ ունենանք։ Ասում է վարձքը, Աստծո երկյուղի վարձքը փառքն է, հարստությունն ու կյանքն է։ Համար թող Սուրբ Հոգին օգնի մեզ, որ մենք մնանք այդ վախի մեջ։ Դա էր պատճառը, որ Աստծո խոսքը մեզ շեշտում է, որ ամեն օր այդ վախի մեջ մնանք։ Հələ նայեք 2 Կորինթացիս 7-րդ գլխի 1-ի համար ինչ ասում։ Արդ այսպիսի խոստումներ ունենալով սիրելիներ, մեր անձերը սրբենք հոգու մարմնի ամեն պղծությունից, սրբությունը կատարենք Աստծո վախով։ Ինչ խոստում ունենք մենք ժողովուրդ ջան։ Մենք այն ունենք, որ ոչ մեկը չունի, որովհետև մեզ խոստացող Հերը ինքը բոլոր իր խոստումները կատարել է, մնացել է ընդամենը մի խոստում։ Հիշում եք որն է, որ գա ու մեզ ինչ անի, տանի։ Դա համար մենք սպասում ենք իրան, եւ դա համար մենք պետք է ահով ու դողով մեր փրկության գործը գործենք։ Աստծո երկյուղով ժողովուրդ ջան, եւ նույն Պետրոսը, առաջի Պետրոսի, առաջի գլխի 16-17 համարի մեջ ասում է, սրբությունը գործեք ահով ու վախով։ Ձեզ կանչող Սուրբի պես սուրբ եղեք։ Թող Սուրբ Հոգին օգնի եղբայրներ, քույրեր, որ Աստծո երկյուղը մեր մեջից չհեռանա։ Այո, օրհնյալ է շնորհքը, այո, օրհնյալ է Քրիստոսի արյունը, այո, օրհնյալ է Քրիստոսի հաղթությունը, որ բոլորը մեր կյանքերի մեջ բերել է, բայց որպեսզի մենք վայելենք ու երկինք հասնենք, այս շնորհի ճոխությունը, կատարելությունը մեր կյանքի մեջ իգործածվի, մենք պետք է մեր այս երկրավոր կյանքի մեջ Աստծո երկյուղով ապրենք։ Եվ որ մենք Աստծո երկյուղով ենք ապրեմ, մենք իմաստուն մարդիկ ենք։ Եվ որ մենք Աստծո երկյուղով ենք ապրում, մենք չարությունից հեռացող մարդիկ ենք։ Եվ որ մենք Աստծո երկյուղով ենք ապրում, մենք մեղքը մերժող մարդիկ ենք։ Եվ որ մենք Աստծո երկյուղով ենք ապրում, Աստված մեզ կյանք է տալիս։ Աստված հանգստություն է տալիս, Աստված օրհնում է մեր սերունդը, Աստված օրհնում է մեր կյանքը, թե ֆիզիկապես, թե նյութապես, թե հոգեպես։ Եվ մեր պանդխտության օրերի մեջ մենք չարից չենք վախենում, որովհետև մեր Հերը մեզ հետ է։ Եվ ինչ էլ որ մեր կյանքի մեջ պատահում է, մենք հավատքով սպասում ենք այն եկնային փառքին, որ այստեղից մի ակնթարթեմ փոխվելու ենք դեպի հավիտենություն եւ հավիտյան իր հետ ենք լինելու ամեն։ Թող Տերը փառավորվի, եղբայրներ, քույրեր, որոնք այս երկյուղը մեր մեջ լինի։ Դա էր պատճառը, որ Աստված շեշտում է ամեն օր Աստծո երկյուղի մեջ ապրեք։ Եվ այդ երկյուղը նորից եմ շեշտում։ Սա չէ, որ հանկարծ մեղ գործեմ եւ Աստված ինձ դժոխք կուղարկի։ Այդ երկյուղը արդեն իս տանջանքի վախի մեջ է, դա Աստծուց հաճելի չի։ Իսկական երկյուղը սա է, որ հնենց անեմ, որ ոչ դիմացինից ցավացնեմ։ Վախենամ, որ հանկարծ իմ արարքի պատճառով Արտուր եղբայրը, որ խոսում էր, իմ դիմացի եղբորը կամ քույրիկին չսպանեմ։ Վախենամ, որ իմ արարքի պատճառով իմ Աստվածը գլուխը չկախի իմ պատճառով։ Որ օդի իշխանը չկանգնի, ասի, «Էս չի քու զավակը, այս բաներն անում է, բասայրան վայել է», այլ հնենց ապրեմ, որ իմ Հերը գլուխը բարձր ասի, «Տեսար անորեն, թեև դու ինձ համոզում էիր, որ սենց, բայց թեկուզ թույլ տվեցի այս բաներ իմ զավակի կյանքի մեջ, բայց տեսար նա մինչև վերջ հավատարիմ մնաց եւ չմեղանչեց ու ինձ վստահեց»։ Թող Տերը փառավորվի, ժողովուրդ ջան, թող Տիրոջ անունը մեծարվի, ամեն։ Մենք
մի քանի հայտարարություններ անենք, որից հետո պետք է աղոթք անենք։ Մյուս կիրակի ամսի 24-ն մենք պետք է ունենանք պաշտանմունք, որ կոչվում է Պենտեկոստեի պաշտանմունք։ Որերը թռած գնում է ժողովուրդ ջան։ Պենտեկոստեի պաշտանմունքն լավ կլի, որ բոլորը ովքեր որ Սուրբ Հոգով մկրտված չեն, այս օրերին գոնյա ծոմեր պահեք։ Որովհետև մարդիկ կան, որ Սուրբ Հոգով մկրտված չեն, ծոմ պահեք։ Մենք էլ պետք է եղբայրներով, եկեղեցով էլ ծոմ պահենք, որ այս օրերին ասենք Տերը ողորմություն անի, պատրաստի, որ Պենտեկոստեի օրը ասենք, ովքեր Սուրբ Հոգով մկրտված չեն, Աստված իրանց այցելություն անի, որ Սուրբ Հոգով մկրտվեն։ Որովհետև ժողովուրդ ջան, Սուրբ Հոգու մկրտությունը շատ կարևոր ու պարտադիր է։ Սուրբ Գիրքը այսպես ասում է, ով որ հավատա ու մկրտվի, նա պիտի փրկվի։ Այսօր բոլորն էլ լեզվով ասում են հավատում ենք, բայց հավատքը երկու թև ունի։ Մեկը դա ջրի մկրտությունն է նորադարձի համար, մեկը Սուրբ Հոգու մկրտությունն է։ Եվ եթե նորադարձ մարդը, որը որ գալիս է Աստծո տուն, այս երկու քայլը իր կյանքի մեջ չի անում, չնեղանաք, այս մարդը հափշտակությանը չի մասնակցելու։ Երեք մենք մստեղ մեր նորերից գալիս էր, ընդեղ միշտ նստում էր մի հատ հիվանդ տղա կար բոյով, անունը Արտակ, 50 տարեկան։ Այս երկու պետք է լռանա, երեք ննջեց։ Առաջի օր այսօր հողարկավորությունն է, եղբայրներից գնացին։ Գիշերը, երբ որ երեք գնացել էինք այդ հողարկավորության, կային մարդիկ հավաքված էին, խոսում էինք, գիշերը տեսնում եմ, որ այս մարդը փրկվեց։ Բայց այն փառքին, այն պատվին, այն սուրբերի հետ հաղորդության մասնակից չի լինելու։ Տեսա, հա, փրկվեց, բայց այն երկրային փառքի մեջ չի էլի։ Ասեմ, Տեր Աստված, կարար էլի այս մարդը ավելի լավ տեղ գնար։ Այդ հնարավորությունն ուներ։ Ժողովուրդ ջան, ուզում ես, որ իրոք այդ փառահեղ հանդեսին սուրբերի հետ մասնակից լինես, ես չեմ ուզում, որ դու որից է մեկը ստեղ իբր կրակից պրսնի էլի, միբր թե պրսնի, դժոխից պրսնի ենքանա վերջ։ Չէ, ես ուզում եմ երկնային փառահեղ փառքին մասնակից լինենք։ Իսկ դրա համար ովքեր որ դեռ չեն մկրտվել, այս երկու քայլը պարտադիր պետք է անեն։ Առաջինը պետք է ջանք անեն, մկրտվեն Սուրբ Հոգով եւ նաեւ մկրտվեն ջրով, որից հետո է որ մարդը նոր կարողանում է մասնակցել Քրիստոսի արյան ու մարմնի հետ հաղորդ լինելուն։ Դա համար թող Տերը օգնի, որ ովքեր որ մկրտված չեն, ջանք անեն, թող երեխուն մի նեղացնի երեխուն ախպեր, թող երեխուն թող։ Դրա համար ժողովուրդ ջան, ջանք արեք, ովքեր մկրտված չեն, ջանք արեք մկրտվեք։ Այդ սատանան ամոթը բերեմ, վայ սենց, վայ նենց։ Մկրտությունը դա կարևոր է, որովհետև Տեր Հիսուսն ինքն էլ մկրտվեց եւ մեզ էլ պատվեր տվեց։ Տերը թող փառավորվի, թող Տերը մեծարվի։ Եկեղեցուն է խնդրում եմ, որ ձեր աղոթների մեջ շարունակենք աղոթել, որ Տերը